Դիանա Գրիգորյանի վերջին զանգ սերիալում Հենրին երբեմնի վստահ, ինքնավստահ ու խարիզմատիկ երիտասարդը այսօր փշրված է, ամբողջովին ջախջախված։ Ներքին փոթորիկների մեջ խեղդվող հոգին փրկության մի ծղրիդ է փնտրում ու պատահական հանդիպումը Անգելինայի հետ Աննայի աշխատասենյակում դառնում է այդ փրկության ուրվագիծը։ Հենրին խնդրում է առանձնանալ, ընդամենը մի քանի ժամով, որ չխելագարվի։ Իսկ Անգելինան, ով երբևէ չէր համաձայնի այսպիսի առաջարկի, տեսնելով Հենրիի խեղճացած ու կորցրած տեսքը, համաձայնում է, որովհետև այստեղ արդեն սեր չէ, այստեղ մարդ կա, որ պարզապես փրկվելու կարիք ունի։ Նրանք քաղաքից դուրս են գնում։ Հենրին շատ բան չի ասում, չի պատմում, բայց Անգելինայի ներկայությունը գուցե միակն է, որ դեռ մի փոքր հավասարակշռություն է պահում նրա ներսում։ Միայն Անգելինան կարողացավ հասնել նրա սրտին, որովհետև նա միակն է, ով դեռ հավատում է Հենրիին, չիմանալով ճշմարտությունը։ Եվ հենց այդ խաղաղության մեջ Անգելինանն էլ դառնում է Հենրիի ձայնային խիղճը։ Ասում է, որ պետք է գնա Աննայի մոտ, պետք է ներողություն խնդրի, որովհետև ինչ էլ լինի, ինչ իրականություն էլ բացահայտվի, Աննան մնում է նրա մայրիկը։ Այդ խոսքերից հետո Հենրին գնում է Աննայի տուն, դեռ անորոշ, դեռ կասկածներով, բայց գնում է։ Ու հենց այս փոքր քայլով Անգելինան փրկում է թե որդուն, թե մորը։ Բայց արդյոք իրեն կներեն, երբ իմանան ճշմարտությունը, որ նա այսքան ժամանակ եղել է այդ միջավայրի կենտրոնում, առանց գիտակցելու իր կարևորությունը։ Բայց սա դեռ ամենը չէ։ Իսկ իրական դժոխքը շարունակվում է Աննայի շուրջը։ Այս կինը, ով երբեք ոչ մի վատ բան չի արել որևէ մեկին, ապրում է բոլորի մեղադրանքների ծանրությամբ։ Միքայելը, ով ապականեց բոլորի կյանքերը, այսօր պաշտելի հայր է Հենրիի աչքերում։ Իսկ Աննան, ով սիրել է, պահել է, փրկել է մեկ ուրիշի երեխային, դարձել է բոլորի թշնամին։ Հենրին, մի ժամանակ այնքան կապված, այսօր կանգնած էր նրա դեմ, աչքերում զզվանք, լեզվի վրա կեղտոտ բառեր, ոչ թե մամա, այլ ուղղակի Աննա։ Եվ այսքանից հետո, երբ բացահայտվի ճշմարտությունը, արդյոք Հենրին կամ Միքայելը պետք է որոշեն, արժանի է Աննան ներողության, թե ոչ։ Ոչ։ Այս անգամ դատավորել լինելու է հենց Աննան։ Նա է ընտրելու ներել ձեզ, թե ոչ։ Իսկ Միքայելը հասկանում է, որ այլևս խուսանավել չի կարելի։ Ճշմարտությունը պիտի բացահայտվի։ Բայց նա, ով ամբողջ կյանքը կերտել է սուտն ու կեղծիքը, հիմա չգիտե ինչպես բացել ճշմարտության դուռը։ Նա դիմում է հորը խնդրելով ասել ամեն բան Աննային, սակայն հայրը հրաժարվում է։ Ամբողջ կյանքում վախեցած տղամարդիկ էին, որոնք լռությամբ քանդեցին տների հիմքերը։ Բայց մի բան հստակ է. Միքայելը, սիրելով Աննային, կատարել է ամենադաժան քայլերը ու հիմա ինքն է խոստովանում որդուն։ Ես սիրում եմ նրան, բայց նաև ատում եմ նրան։ Եթե սեր կար եւ ես ընդունակ էի այսքան չարիքի, պատկերացրու ինչի եմ ընդունակ հիմա, երբ ատում եմ նրան։ Հենց այդ խոսքերից էլ սկսվում է այս պատմության ամենավտանգավոր փուլը, վերջին ճակատամարտը, այն ճակատամարտը, որտեղ հնարավոր է հաղթող չլինել, որովհետև այս պատերազմում ամեն մարդ կորցրել է մի բան, մեկը երեխա, մյուսը սեր, երրորդը հույս, չորրորդը հավատք։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակեմ։ Արա, անելիքը տարա, դու ինձ կներես, որ ես վիճակով դիմացդ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք բայելով պիտի անեմ։ Պապ, ոնց ես։ Հղի եք, ասեք հղի ենք։ Ես ինչ մի ներկայացում եք խաղում, իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։
Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված է։ Ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մատ։ Ելինը ճանաչում խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամենից իմ սիրտը լցվել էր։ Ես չէի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, զանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ դար Ֆրունզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին շատ մոտ ենք, մեր անկեղծությամբ ես եւ Լևոնը։ Ինքան պարտավորեցնող էր այդ խոսքերը, վարդում ես իրանց տուն հրավիրեց, օրվա ընթացքում շատ անգամներ այն հետ պատահում, ու դա ինձ ուժ է տալիս, որ ես ավելի մեծ սիրով նկարվեմ ու աշխատեմ։ Ուրեմն թե երբ ավարտվելու պրոյեկտը, նախնական տվյալներով ավարտվելու է դեկտեմբերին, եթե դեռ թարմացումներ չկան մեր պրոդյուսերի մոտ, իրականում, երբ որ ես մտածում եմ, որ մեր պրոյեկտն ավարտվելու է, ես շատ տխրում եմ։ Թվում է, թե այս ամբողջ ընթացքը երկար է ձգվում, մեկ-մեկ հոգնում են, մեկ-մեկ դժվար է, բայց այդ ամենին զուգահեռ ես շատ եմ սիրում իմ գործը։ Ամեն դժվարությանը զուգահեռ ես մեծ սիրով եմ գնում ու այտանում։ Շատ են հարցերը իմ ու Լյովի ընկերանալու հետ կապված, միասին աշխատելու հետ կապված, արդյոք հեշտ է թե ոչ։ Շատ լավ ենք ընկերացել, շատ։ Իրականում ես դպրոցական տարիներից ի վեր միշտ ավելի հեշտ շփվել եմ տղաների հետ եւ ոչ աղջիկների։ Շատ դժվար է աղջիկների հետ, շատ, որովհետեւ աղջիկները միշտ կոնկուրենցիայի մեջ են, միշտ պայքարի մեջ են, ավելի հեշտ եմ ընկերանում տղաների հետ։ Դպրոցում էլ ես միշտ իմ շրջապատը ասենց պայքայինք, բայց ես տղաների հետ ավելի մտերիմ էի, ավելի ջերմ էի, իրանք ինձ քրոջ նման էին ընդունում։ Լևոնի հետ շատ հեշտ մտերմացանք, իր բնավորությունն էլ շատ լավն է, իմ բնավորությանը մոտ է, միասին շատ լավ ենք իրար հասկանում, աշխատում, կես բառից, կես հայացքից, մի խոսքով իրար հետ աշխատելու հետ կապված խնդիր չունենք։ Ինձ մնաց շուրթերս, աչքերս, արագանեմ եւ գամ ձեզ մոտ։